Եկեք բացենք Ղուկասի ավետարանի 22-րդ գլուխը, 20-րդ խոսքում գրված է. Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Հիսուսն ասաց. թե դուք չար եք, սակայն գիտեք բարի պարգևներ տալ ձեր զավակներին, ուրեմն որքան ավելի ձեր հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա իր զավակներին։ Քանի որ Հիսուսն ասաց. այն ձեզ համար է թափվում, սա իսկապես արժեքավոր է։ Երբ մենք մեկ առ մեկ գիտակցենք նոր ուխտի արժեքը, ավելի ու ավելի կթանկարժորենք նոր ուխտի յուրաքանչյուր տողն ու յուրաքանչյուր խոսքը։ Մենք կհասկանանք, որ դա մի բան է, որը երբեք չպետք է կորցնենք։ Եկեք միասին նայենք Եբրայեցիներին ուղղված թղթի 9-րդ գլխի 14-րդ խոսքը։ Որչափ սառավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։ Եվ դրա համար ինչ է դարձել Քրիստոսը։ Աստված, որ ամենաթանկն է, դարձել է նոր ուխտի միջնորդը։ Նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։ Այն շատ ավելի արժեքավոր, մեծ ու ընդարձակ է, քան այս աշխարհի ամենաթանկ բաները։ Աստված հաստատեց այն ճշմարտությունը, որին նույնիսկ երկնային հրեշտակներն ու հոգոր էակներն են փափագում հաղորդակից լինել, այդպիսի թանկարժեք ճշմարտություն շնորհեց մեզ։ Եկեք շարունակենք տեսնել 16-րդ համարը, որովհետև ուր որ կտակ կա, հարկ է, որ կտակարարի մահը հաստատվի։ Այսպիսով, ինչ է նոր ուխտը։ Դա Հիսուսի հոգոր կտակն է, որն արվել է նրա մահով։ Հարկ է հաստատել կտակարարի մահը, քանի որ կտակը մեռնելուց հետո է գործում։ Այն երբեք ուժ չի ունենա, քանի դեռ կտակարարը կենդանի է։ Եկեք կրկին դրոշմենք այս բոլոր հարցերը մեր սրտերում մտքերում, որպեսզի հասկանանք, թե ինչու Հիսուսն ասաց, որ մեծ փափագով էր ցանկանում նշել զատիկը, թե ինչու են երկնային հրեշտակները փափագում հասկանալ այս ճշմարտությունը։ Եկեք խորենք, թե ինչու Պողոս առաքյալը, որ գիտեր, թե ինչպես տեսնել անտեսանելի աշխարհը, գրեց. ինչ որ երում է, ժամանակավոր է, իսկ ինչ որ չի երում, հավիտենական։ Նույնիսկ չար մարդիկ գիտեն, թե ինչպես բարի պարգևներ տալ իրենց զավակներին։ Ուրեմն, ո՞րն էր այն ճշմարտությունը, որ երկնային հայրն ու երկնային մայրը հաստատեցին, գալով այս երկիր նույնիսկ զոհաբերելով իրենց կյանքը։ Դա նոր ուխտն էր։ Այն իր մեջ պարունակում է հավիտենական ժառանգության խոստումը։ Ահա թե ինչպիսի արժեք ունի այն։ Եկեք երբեք չգործենք այն հիմարությունը, որ մոռանանք կամ կորցնենք նոր ուխտի ճշմարտությունը։ Ինչ պետք է անենք, մինչ ապահով կերպով մտնենք հոր հավիտենական արքայությունը։ Մենք պետք է ամուր բռնենք այն մինչ վերջ։ Հուսալով, որ նոր ուխտի բոլոր զավակները ամուր կբռնեն ճշմարտությունը, հավատարիմ կմնան մինչ մահ, կցանկանայի ավարտել քարոզս։ Շնորհակալություն։